Արքայի ամբողջ թիկնազորը առնվազն 4 անգամ էկրանավորվել է։ Երկու գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել Հոլիվուդում 1949-ին եւ դրանից մոտ 60 տարի անց 2006-ին։ Երկու հեռուստատեսային ֆիլմի մասին է հայտնի։ Մեկը 1958 թվականին նկարահանված հանրահայտ Սիդնի Լումետի հեռուստատեսային ֆիլմն է, իսկ մյուսը ԽՍՀՄ-ում 1971 թվականին նկարահանվածը։ 1949 թվականին նկարահանված հոլիվուդյան ֆիլմը 3 Օսկար է շահել լավագույն ֆիլմի, լավագույն դերասանի եւ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար։ Անկախ տիտղոսներից այս ֆիլմն իսկապես ստացված է եւ համահունչ վեպի մթնոլորտին ու ոգուն։ Միգուցե դեր է խաղացել վեպի հրապարակման 1946-ի եւ էկրանավորման 1949-ի միջև ընկած կարճ ժամանակահատվածը ընդամենը 2-3 տարի։ Ֆիլմը երկար-բարակ չներկայացնելու փոխարեն կարող են կենտրոնանալ միայն մի աննշան թվացող դրվագի վրա։ Վիլլի Ստարկը ոտքերը դրել է սեղանին։ Տիրական, ցցուն իր խոշոր ոտքերը։ Այնպես ինչպես սեղանին ոտքերն է դնում միջին ամերիկացին, եւ դա նորմալ ու սովորական է դիտվում։ Այս դրվագում եւ ամերիկյան կենցաղային մշակույթն է երևում եւ ինքը Վիլլի Ստարկը իր տիրական էությամբ որպես փնչացող մի տրակտոր։ Մյուս ֆիլմերը չունեն այդ համոզչականություն, ամեն ինչ մի տեսակ հարթված է, փայլեցված ու արհեստական։ Եվ հենց 40-ականների սև-սպիտակ այս ֆիլմն է, որ կոպիտ ու անմշակ, բայց աուտենտիկ, իսկական ժամանակն է մեր առջև բացում։